Գիտեք ինչու են կանայք գնում թանկ կոսմետիկա կամ գեղեցիկ ներքնազգեստ։ Հաճախ մեզ թվում է, թե մենք վաղուց ենք ուզում թարմացնել մեր կոսմետիկայի պայուսակը։ Իրականում գնումների 90%-ի ետևում կանգնած են հստակ հոգեբանական գործոններ։ Տրիգերներ, այսպես ասած։ Բրենդերը իհարկե գիտեն, թե որ կոճակը սեղմեն, որ մենք մեր կամքով գնանք եւ մեր գումարները տանք իրենց։ Այսօր կվերլուծեմ 3 գլոբալ ընկերություններ, որոնք կանացի ցանկությունները եւ վախերը վերածել են միլիարդավոր դոլարների։ Եվ անկեղծ ցույց կտամ, թե ինչպես են դա անում։ Առաջին բրենդը Victoria's Secret-ն է։ Նրանք վաճառում են ոչ թե ներքնազգեստ եւ մետաքս, այլ երազանք լինել ցանկալի։ Սա դասական հնարք է, որն օգտագործում է մեր խորը ցանկությունը լինել ցանկալի եւ հիացմունքի առարկա։ Կարող եք դիտել նրանց հին ցուցադրությունները, երկար ոտքեր, գեղեցիկ իդեալական մարմին, մեջքին թևեր, լույսերի փայլ։ Բրենդը պարզապես ցույց չէր տալիս ներքնազգեստ, այլ ստեղծում էր ֆանտազիա, որտեղ յուրաքանչյուր կին կարող էր իրեն պատկերացնել այդ հրեշտակի բերում։ Բայց ինչ եղավ հետո։ Այդ XS չափի մոդելների պատկերը դադարեց ինչ-որ մի պահի աշխատել։ Կանայք սկսեցին հասկանալ, որ նրանք այդ չափանիշներին չեն համապատասխանում, եւ այդ ֆանտազիայում չկա իրենց արտացոլանքը։ Իրենց թերագնահատված էին զգում, որովհետեւ իրենց մարմինը չէր համապատասխանում տրված ստանդարտներին։ Եվ այստեղ Victoria's Secret-ը կատարեց իր ամենասխալ քայլը։ Փորձեց դառնալ ավելի իրական։ Վերցրեց իրենց XS ստանդարտներից դուրս մոդելների եւ տրանսգենդերների։ Հայտարարեց inclusive Մի խոսքով այս նախադասությունը հանում եմ այս վիդեոյից, որովհետեւ չեմ կարող այդ բառը inclusive Վաղը Նիկոլ Փաշինյանի բանը ռիլսերում Լավ, всё։ Վերադարձանք բունյութին։ Իրենց այս արարքը նույնիսկ լայքերի ու քննարկումների առիթ դարձավ ինչ-որ մի պահ, բայց ի վերջո վաճառքներն ընկան 5%-ով։ Եկամուտը այդպես էլ չաճեց, եւ բրենդը հետ հայտարարեց, որ իրենք ետ են վերադառնում իրենց հիպերսեքսուալությանը, քանի որ լսարանը այդպես էլ չհավատաց իրենց հանկարծակի հոգատարությանը։ Ինչ եզրակացություն այստեղից ձեր բիզնեսի եւ ձեզ համար։ Եղեք անկեղծ այն հարցում, թե ինչ եք վաճառում։ Եթե ձեր ուժեղ կողմը զգացմունքներն ու ցանկություններն են, մի քողարկեք այն սոցիալական արդարության դիմակով։ Եվ բլոգում, եւ հաճախորդների հետ շփվելիս միշտ հիշեք, որ կանայք եւ սպառողները առհասարակ շատ լավ զգում են կեղծիքը։ Երկրորդ օրինակը Glossier կոսմետիկ բրենդն է։ Նրանք գնացին լրիվ հակառակ ճանապարհով։ Եթե Victoria's Secret-ը ցույց էր տալիս իդեալ, այս կոսմետիկ բրենդը սկսեց ասել, որ աղջիկներ դուք հիասքանչ եք հենց հիմա եւ ձեզ պետք չի ոչ տոնային կրեմ, ոչ պեպենները ծածկել։ Մի խոսքով դուք գեղեցիկ եք հենց այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Նրանց կարգախոսն ու փիլիսոփայությունը հենց առաջին օրվանից բնական գեղեցկությունն է։ Դիմահարդարում առանց դիմահարդարման։ Նրանք սկսեցին ընդամենը 4 պրոդուկտով՝ բալզամ, դիմակ, տոնային քսուկ եւ խոնավեցնող կրեմ։ Ինչպես նրանց հաջողվեց հասնել բարձրունքի եւ հասնել 1.8 միլիարդ դոլար գնահատման։ Մինչև բրենդի հայտնվելը նրա հիմնադիրը վարում էր Into the Gloss բլոգը, որտեղ հարցնում էր իր լսարանին. Ինչը ձեզ դուրս չի գալիս գոյություն ունեցող կոսմետիկայի մեջ, ինչ կուզեիք փոխել, ինչ կուզեիք ավելացնել եւ ինչն է ձեզ իսկապես պետք։ Այդ խոսակցությունների եւ մեկնաբանությունների հիման վրա նա ստեղծեց այն ապրանքները, որոնք մարդիկ իրենց էին արդեն պատվիրում։ UGC-ն մանրուք չէ, այն շատ հզոր գործիք է։ Նրանց փաթեթավորումը հատուկ ստեղծված է Instagram-ի համար, որ սիրուն unboxing անեն։ Յուրաքանչյուր ապրանք թողարկում են այն ժամանակ, երբ որ լսարանն է պահանջում, եւ ամենակարևորը գովազդում ցուցադրվում են հասարակ սովորական գնորդներ, ոչ թե պրոֆեսիոնալ մոդելներ։ Դրա արդյունքում ներգրավվածությունը աճել է 42%-ով, իսկ 2017 թվականին վաճառքներն աճել են 600%-ով։ 600։ Լսարանը եռապատկվել է ոչ թե գովազդի, այլ UGC-ի միջոցով։ Ինչն է կարևոր այստեղ ձեր բիզնեսի համար։ Կանանց պետք չէ իդեալներ հորինել։ Նրանց պետք է
ընդհանրապես լսել։ Եթե աշխատում եք հաճախորդների հետ, ապա հնարավորություն տվեք արձագանքի համար, որպեսզի լսեք իրենց կարծիքը։ Անպայման հարցրեք, ինչն է ձեզ դուր գալիս, ինչը կփոխեիք, վերաբերվեք ձեր գնորդներին որպես գործընկերներ։ Երբ որ ձեր գնորդներն արտահայտվեն եւ իրենց լսված կան, նրանք արդեն օրգանիկ կբերեն ձեզ նոր հաճախորդներ։ Վերջին բրենդը այսօրվա Elf Cosmetics-ն է, որը հավանաբար բոլորն էլ գիտեն, ովքեր գոնե մեկ անգամ եղել են կոսմետիկայի խանութում։ Նրանց առանձնահատկությունը մարքեթինգը որպես խաղ։ Եթե ես բնութագրեի Elf-ին, իհարկե կասեի համարձակություն եւ հումոր։ Հիշում եք նրանց Ace Lips Face trend-ը TikTok-ում։ Բրենդն առաջարկեց օգտատերերին նկարել կարճ տեսահոլովակ իրենց երգի ներքո, որտեղ ցույց են տալիս աչքերի, շուրթերի եւ դեմքի դիմահարդարումը։ Այդ հեշթեգը հավաքեց 7 միլիարդ դիտում։ Ոչ թե զուտ շրթներքի գովազդ, այլ լսարանի հնարամտությունը։ Յուրաքանչյուրը կարող է իրեն աստղ զգալ։ Մեկ այլ օրինակ, որ ես շատ եմ հավանել, դա եւ իդեպ այս վերջերս նկատել եմ, որ Coffee House ընկերությունը նույնպես անում է այդ մարքեթինգային հնարքը։ Elf Cosmetics-ը նկատեց, որ TikTok-ի բլոգեր Աննա պետք է կարդամ Միքայլա Նեգեյրան իր տեսանյութում երազում է յուրահատուկ շրթներքի գույնի մասին։ Ինչ է անում Elf-ը, նրան դարձնում է մեկ օրով գլխավոր տնօրեն։ Նկարահանում է հումորային տեսանյութ, որտեղ նա ստորագրում է փաստաթղթեր, գնում է օֆիս, իհարկե այդ թողարկած ապրանքը ակնթարթորեն տարածվեց եւ տեսանյութը վիրուսային դարձավ։ Փոխանակ ձանձրալի նկարագրության, նրանք փաթեթավորեցին դա հումորի, դրամայի եւ սերիալային ինտրիգայի մեջ։ Ինչու է այս ռազմավարությունը այդքան մեծ արձագանք ստանում կանանց շրջանում, որովհետեւ կանայք ուզում են ոչ միայն խնդիրներ լուծել, այլ նաև հաճույք ստանան։ Մենք արդեն հոգնել ենք կենցաղից, մեղքի զգացումից, առօրյայից։ Հնարավորություն տվեք ծիծաղելու, խաղալու եւ ինչ որ մշակույթի մաս դառնալու։ Եվ իհարկե կանայք ձեզ շնորհակալություն կհայտնեն։ Եկեք ամփոփենք 3 հոգեբանական բանալիները դեպի կին լսարանի սիրտը։ Առաջինը, մենք ուզում ենք լինել ցանկալի, բայց առանց կեղծիքի։ Իհարկե, ինչպես Victoria's Secret-ը միջև իր ձախողումը։ Երկրորդ, մենք ուզում ենք լինել այնպիսի շրջապատի մաս, որտեղ մեզ լսում են եւ չեն դատում։ Եվ երրորդ, մենք ուզում ենք խաղալ, զվարճանալ եւ հեռանալ ձանձրալի առօրյայից։ Կինը միշտ գնման որոշումը կայացնում է էմոցիոնալ։ Նա գնում է ոչ թե շրթներք, այլ իր գեղեցկության զգացողությունը։ Հետևաբար եզրակացությունը պարզ է, ներգրավեք էմոցիաներ ձեր բրենդի համար։ Կառուցեք լսարան, թույլ տվեք, որ արտահայտվեն, արեք դա անկեղծ եւ հաճախորդների հոսքը միայն դեպի ձեզ կլինի։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, այս թեմաներով ես շատ եմ խոսում իմ բլոգում, այնպես որ մի մոռացեք բաժանորդագրվել, դնել լայք եւ մեկնաբանություններում գրեք այս 3 բրենդերից, որ ռազմավարությունն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Իսկ եթե փնտրում եք յուրահատուկ ռազմավարություն, մարքեթինգային ռազմավարություն ձեր բլոգի կամ բիզնեսի համար, ապա գրեք ինձ Telegram-ով, հղումը նկարագրություններում։ Կհանդիպենք մյուս շաբաթ։